Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում նախորդին հոգեհանգստի կարգ է կատարվել 99 տարեկան հասակում կյանքից հեռացած ականավոր ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հոգու հանգստության համար։ Աղոթքին ներկային եղել նրա հարազատները, ընկերները, գործընկերներն ու երկրպագուները, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրափ arczepiskopos Ներսիսյանն իր ցավակցությունն ու մխիթարանքի խոսքն է ուղղել ներկաներին, ընդգծել, որ Սիմոնյանը մեծ աշխատավոր էր, ով խորը հետք է թողել մարդկանց սրտերում եւ սպորտի պատմության մեջ։ Որպես իր ժողովրդի արժանի զավակ նա հպարտությամբ իրեն հայ էր անվանում եւ որպես Ռուսաստանի ճանաչված զավակ սիրում էր նրան եւ այդ սերը փոխադարձեր։ Անձամբ ինձ համար Նիկիտա Պավլովիչը, որին ես երբեմն դիմում էի իր իսկ հայկական անունով Մկրտիչ Բողոսովիչ, մտերիմ թանկ մարդ էր, նշել է Եզրա Սրբազանը։ Իսկ այսօր Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Սպարտակի տնային մարզադաշտում Լուկոյլ արենայում։ Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Վագանկովայա գերեզմանատանը։ Արարատի մարզի Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու Օպել Մակնիշի ավտոմեքենա։ Հայտնում են ԶՐՄ-ները, բախման հետևանքով բարեբախտաբար ուժացներ չկան, իսկ Օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմում, որտեղ էլ պարզվում են Օպելի եւ մարդատար գնացքի վարորդների ինքնությունները։ Ժամանել են նաեւ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության ներկայացուցիչները։ Այս գիշեր մահացել է Նամի Արտեմի Միկոյանը, ռոք երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ստաս Նամինի մայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միությունը։ Օրեր առաջ լրացել էր նրա 97-ամյակը։ Նամի Արտեմովն պատմաբան, երաժշտագետ էր, լրագրող եւ բազմաթիվ հրապարակումների, այդ թվում Իմ աչքերով հուշագրքի հեղինակը։ Նրա ամուսինը ավիացիայի գեներալ լեյտենանտ Ալեքսեյ Միկոյանն է, Անաստաս Միկոյանի որդին։ Նա նաեւ ակնարկներ է գրել իր լեգենդար սկեսրայրի Անաստաս Միկոյանի մասին։ Հայաստանի համար կանանց ներգրավումը զինված ուժերում ռազմավարական անհրաժեշտություն է, այս մասին Արդյունավետ պաշտպանություն, անվտանգություն եւ կանանց մասնակցության խթանումը ՀՀ զինված ուժերում թեմայով քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց ու տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զույում ավելի արդյունավետ է դարձնում այդ կառույցը, իսկ բարդ խնդիրներն ավելի մեծ հաջողությամբ են լուծվում, նշել է Գրիգորյանը։